Այս տաճարը կառուցվում է ավելի քան 140 տարի, և դա հենց մտահղացման մի մասն է։ Անտոնիո Գաուդին համարում էր, որ լավագույն ճարտարապետը բնությունն է, իսկ նա պարզապես սովորում էր նրանից։ Սագրադա Ֆամիլիան դա դասական գոթական տաճար չէ։ Նրա աշտարակները կարծես ստալակտիտներ լինեն, իսկ ճակատային մասերը այնպիսի տեսք ունեն, կարծես թե դրանք աճել են, ոչ թե կառուցվել։ Գաուդին գոթական ոճը, բնությունը և խորհրդանիշները համատեղել է մեկ ձևի մեջ։ Տաճարը կառուցված է բնական քարից, և յուրաքանչյուր դետալ այնպես է մտածված, որ լույս ու ստվերը անընդհատ փոխեն տարածության ընկալումը։ Նյութն այստեղ ֆոն չէ, այլ ճարտարապետության համահեղինակ։ Ներսից տաճարը անտառ է հիշեցնում, իսկ սյուները տարածվում են ինչպես ծառի ճյուղեր։ Լույսը, որ ներթափանցում է վիտրաժների միջով, ստեղծում է շնչող և կենդանի տարածքի զգացողություն։ Գաուդին կարծում էր, որ մարդը չպետք է վիճի բնության հետ, այլ շարունակի նրա տրամաբանությունը։ Նա գիտեր, որ չի տեսնելու Սագրադա Ֆամիլիայի ավարտը։ Նա ասում էր. «Իմ պատվիրատուն չի շտապում, քանի որ պատվիրատուն Աստված էր»։ Սագրադա Ֆամիլիան երկխոսություն է հավատքի, լույսի և բնության միջև։